Աղոթքը մեր թուլությունը կապում է Աստծո զորության հետ, այսպես էր ասում հավատքի հզոր մարդկանցից Չարլզ Սպերժենը։ Այո, սիրելիներ, Պողոս առաքյալը ասում է, երբ կտկարանամ, այն ատեն կզորանամ։ Ես ուզում եմ քեզ ասեմ այս կարևոր ճշմարտությունը։ Երբեք մի ընկճվի եւ մի տխրի, եթե դու ինչ-որ մի բանի մեջ թուլացել ես, որովհետեւ երբ դու տկարանում ես, այն ժամանակ զորանում ես, ասում է Աստծո խոսքը։ Այո, աղոթքը մեր թուլությունը կապում է Աստծո զորության հետ։ Երբ մենք թուլանում ենք, տկարանում ենք, Աստծո զորությունը հայտնվում է մեր կյանքի մեջ։ Բայց շատ կարևոր է, որ մենք պետք է աղոթենք, սիրելիներս, որովհետև աղոթքը հաղորդակցություն է Աստծո հետ։ Երբ մենք աղոթում ենք, այդ ժամանակ մենք քայլ ենք անում դեպի Աստծո զորության ներկայության մեջ։ Դրա համար շատ կարևոր է ամեն մեկիս աղոթքը, շատ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը սիրենք աղոթել, ոչ թե միայն խնդրենք, որ ինչ-որ մեկը մեզ համար աղոթի, այլ նաև մենք ինքներս փորձենք աղոթել, այլ նաև մենք ինքներս սովորենք աղոթել, սովորենք Աստծո հետ հաղորդակցվել, որովհետև երբ մենք աղոթում ենք, մենք իսկապես մտնում ենք Աստծո ներկայության մեջ, եւ այդ ներկայության մեջ է մեր բոլոր պատասխանները, քո բժշկության պատասխանը, քո օրհնության պատասխանը, չպատասխանված բոլոր աղոթքների պատասխանները Աստծո ներկայության մեջ կարող են գտնել, այնպես որ այսօր ես կոչ եմ անում քեզ, սիրելի քույրս ու եղբայրս, որ դու սովորես աղոթել, որ դու սովորես Աստծո հետ մտնել հաղորդակցության մեջ, որովհետև աղոթքը մեր թուլությունը կապում է Աստծո զորությանը, եւ ինչ լավ է, որ ունենք մի Աստված, որ ինքը զորավոր Աստված է եւ ինքը թույլ չէ, ինքը տկար չէ, նա զորության Տեր է եւ նա կարող է այցելել քեզ քո տկարության մեջ, կարող է օրհնել քեզ ու կարող է զորացնել քեզ։ Տերը օրհնի քեզ, օրհնում եմ կյանքիդ բոլոր օրերը, սովորիր աղոթել, սովորիր Աստծո հետ հաղորդակցվել եւ չհուսահատվես ու չթուլանաս, որովհետեւ երբ որ դու տկարանում ես, Աստծո զորությունը հասնում է քեզ։ Տերը օրհնի քեզ, եղիր օրհնված։ Ամեն։